Թուրքերը չէին վստահում անհավատ քրիստոնյաներին, նրանք նախանձում էին նրանց աշխատասիրությանը, հաջողությանը, ուստի այդ պատճառով էլ նրանց քշեցին դեպի անապատ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը հրեշելուսնի վրա ներկայացման մեջ պարմնավորում է իտալացի վավերագիր Վենսանին։ Աշխատելով ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի եւ գյումրեցի դերասանների հետ պատրաստվում է առաջիկա բեմերին։ Իր իսկ բնորոշմամբ իր տերը թեև էմոցիոնալ չէ, այլ պարզապես հեղինակի խոսք, սակայն կատարում է մեծ սիրով, քանզի Նիկոլայ Ծատուրյանի հետ աշխատելու արդյունքում կարողանում է հետաքրքիր լուծումներ գտնել։ Նիկոլայ Ծատուրյանի հետ մենք վաղուց համախոհներ ենք եւ միասին երկար տարիներ աշխատել ենք։ Ես պետք է ասեմ, որ Ծատուրյանը դա միակ ռեժիսորն է, որին ես զգում եմ, ոչ թե կատարում եմ, կան դերասաններ, որ կատարում են, կանանք, որոնք ստեղծագործում են։ Ես կուլա հետ միշտ ստեղծագործել եմ։ Գալով Գյումրի եւ կրկնելով այս բեմադրությունը գտա, որ շատ լավ կլինի, եթե Երևանից Գուրգեն Ջանիբեկյանի որդին Կարեն Ջանիբեկյանը Հայաստանի ժողովրդական դերասան իսկապես գա, թե գյումրեցիների համար դա հաճելի կլինի եւ թե Կարեն Ջանիբեկյանի համար։ Աճեմյանցիների հետ եւս աշխատանքները հեշտ են ընթանում։ Դերասանական երկխոսությունը հաջող է ստացվել եւ միմյանց հետ աշխատում են հաճույքով, ինչն ապահովում է առավել բարձր որակ։ Շատ հեշտ ու շատ հանգիստ է խաղալ Կարեն Ջանիբեկյանի հետ բեմում գտնվելը։ Ես ինձ ավելի ապահովագրված եմ զգում, ապահով եմ զգում, որովհետև մեր համագործակցությունը շատ հեշտ ու հանգիստ ստացվեց եւ շատ դյուրժ։ Հաճելի է եւ շատ ուրախ եմ, որ Կարեն Ջանիբեկյանի հետ նորից ենք հայտնվելու բեմում, միասին խաղալու, չնայած որ պիտի ասեմ, մենք միասին տեսարաններ չունենք եւ միասին չենք աշխատել։ Ուղղակի երկուսս էլ նույն ներկայացման մեջ ենք։ Աջեմյանի անվան թատրոնի դերասանները մեծ հաճույքով եմ աշխատում։ Նրանք իմ նկատմամբ մեծ պատկառանք ու հարգանք ունեն։ Ես էլ հասարակ մարդ եմ, իրենց հետ կարողանում եմ շփվել շատ հանգիստ, շատ լավ տպավորություն եմ ստացել իրենցից։ Գյումրեցի հանդիսատեսին քաջ հայտնի ներկայացումը պատմում է Եղեռնից վերապրած հայ երիտասարդների ու մարդկային ձեռքով հասցված աղետի հետևանքների մասին։ Չնայած ծանր թեմային, ռեժիսորը ներկայացումը դիտարկում է լավատեսական անկյունից։ Այս բեմադրության մեջ կան ինչ-որ ֆրազներ, որոնք ես շատ եմ հավանում։ Օրինակ, հայու տխուր դեմքին վերջ։ Այսինքն, բավական է, որ մենք ողբանք, մենք պետք է հիշենք այդ օրը, բայց բավական է, որքան ողբացինք, շատ ողբալն էլ մի բան չի։ Մենք պետք է ձգտենք, որպեսզի Թուրքիան իսկապես ընդունի, ներողություն խնդրի մեզնից իրենց կատարած չարագործության համար։ Բնության աղետների դեմ մենք անզոր ենք, մարդը անզոր է պայքարել, բայց նման աղետ թող Եղեռն ոչ մի ազգ այլևս չտեսնի, նման բան չտեսնի։ Մենք որ դպրոց գնացինք, առաջին դասարանում մեր գրքերի էջերին գրված էր միր ու միր, չէ՞, հիշում եք, աշխարհին խաղաղություն, թող մեն խաղաղություն լինի։ Շատ խորը հոգեբանական ներկայացում է, այսինքն այնտեղ էմոցիաները ավելի խոր կայնին, ավելի ներքին հոգեբանական աշխատանք է դերասանի մոտ, քան արտաքինը։ Ներկայացումը գյումրեցի հանդիսատեսին մատուցվելու է ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակման նախօրեին։ Այն նախորդ տարիներին արդեն արժանացել է տեղի հասարակության հավանությանը եւ այժմ էլ տոմսերն արագորեն սպառվում են։ Արշակ Ադամյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։